տանում են հիվանդանոց։ Ինչի համար եք տանում հիվանդանոց։ Ինքը կանգատ է ներկայացել ստուգվի հիվանդանոց։ Ինչ, բայց ինչ եղավ, խփել են գլխի։ Ինչ են արել, բայց ինչ էր ինքը բղավում։ Ինչ ա եղել։ Ես եմ լսել բղավոցները։ Բայց ինչ եք բղավում, առանձնային մարդը պատմիճակում է։ Կանգատ է ներկայացել, կանգատի իման բնի։ Ինքը հիվանդանոց է գնում, տիկին պոստանջան, կարող եք։ Սաղ ծեյծել են, ջարդել են, հիմա քաշքրտում են։ Հլնդեն այդ, ոնց են քծե գետին։ Խուժան են այդ մարդ, ինչ խուժան են։ Խուժաններին որտեղից են կտեբերել։ Վիրավորանքները։ Ինչ վիրավորանքներ է։ Չիչոյանների, չգիտեմ ու ծառաներն եք։ Давай поедем с ними. Давай поедем с ними. Հիմա посмотримся, нас не пустят туда։ Անձը կանգատ է ներկայացել, կանգատ է իա կանգատի հիման վրա, որ սիրտը ուժեղ է սարկում, ոչ ոք չի բռնացել։ Որ իրականում մեքենան ի սկզբանե էստեղ ա եղել, ես ի սկզբանե խոշտանգբան մասին հայտնել եմ։ Ես ի սկզբանե խոշտանգբան մասին հայտնել եմ։ Ինչն եմ սխալ բան ասում, մարդուն խոշտանգել եք հիմա այդ ամեն հիվանդանոց։ Ով է խոշտանգել։ Ստե ոստիկանությունում եւ ոստիկաններն ու քննիչը։ Ոնց է սուտ տեղեկություն։ Դրա համար է քննիչը չի ներգրավում փաստաբանին։ Թողեք այդ իմ իրերը վերցնեն։ Այս Սանկտ Պետերբուրգ փոխանցեն քննիչին։ Քննիչին Քնչալյանի կաբինետում։ Այստեղ ոչ ձեր պաշտպանյալը կա, ձեր ասած։ Փաստորեն են հանրային պաշտպանը յակեղտու գործը արես, հա։ Մնացածը դուք գիտեք տալու։ Դու օգնեք ինձ։ Պետք չի։ Հենա օգնեցիք, շատ լավ օգնեցիք։ Լենց օգնեցիք, որ տարան հիվանդանոց Լիլիթին։ Հարգելի հայրենակիցներ, ես հիմա գտնվում եմ Գյումրիի Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ։ Այս մեքենաներով Լիլիթ Աղեկյանին հիվանդանոցից տեղափոխեցին դատարան, որպեսզի նրան կալանքի որոշման ներքո ազատազրկեն։ Դա է իրենց նպատակը, քանի որ Լիլիթ Աղեկյանը հակակոռուպցիոն կոմիտեին հաղորդումներ էր ներկայացրել եւ այդ հաղորդումների հիման վրա գործեր են քննվելու եւ նրան մեկուսացնելու հարց է դրել այսօր այս խուժան կոռումպացված կառավարությունը։ Պատկերացրեք, հիվանդանոցից ուղղակի թեթև բժշկական օգնություն են նրան տրամադրել։ Արդեն իսկ արձանագրվել է, որ ունի այդ հիպերտենզիա, բարձր ճնշում, որը պայմանավորված է եղել խոշտանգման, հավանաբար ես այդպես եմ կարծում, եւ սրտխփոցներն են ահավոր եղել։ Նյարդաբանի հետ խոսելուց հետո հասկացա, որ նյարդաբանը ըստ ցուցումների համապատասխան հետազոտություն չի նշանակել, մասնավորապես MRT պետք է անցկացնեին, որովհետև ասեցին հիմա տանում ենք MRT-ի, բայց պարզվեց, որ ոչ գլուխն են նկարել, ոչ մարմինն են նկարել, այսինքն եւ անմիջապես այդտեղից հետո բերել են դատարան։ Հիմա դատարանի մոտ ենք, բերել են, որ կալանավորման որոշումը կայացնեն։ Ներեցեք, ով է դատավորը այսօրվա հերթապահ, կասեք, ուրեմն կեղծ մի հատ հանրային պաշտպան են բերել, որովհետև այդ հանրային պաշտպանից ես փորձեցի ճշտել, ունի արդյոք որոշում հանրային պաշտպան որպես ներգրավելու, այդպես էլ այդ որոշման մասին ես չտեղեկացա, չգիտեմ ոնց են խաբել, որ Լիլիթ Աղեկյանը համաձայնվի այդ պաշտպանին, թե ինչ են արել, որովհետև Լիլիթ Աղեկյանի վիճակը բավականին ծանր էր, գույնը ընդհանուր լրիվ սպիտակ գույնի էր, եւ այս խայտարակությունը, այս խայտարակ Չիչոյանը այստեղի դատախազ, այս խայտարակություն Աննա Վարդապետյան կոչեցյալը, այդ խայտարակությունները ուղղակի դահիճներ են, պատկերացրեք կնոջը
գիշերով բերել են հիմա որ կալանավորեն։ Ինչի համար իբրև թե 1 ամիս առաջ խուլիգանություն է արել, որտեղ այս դատարանի դահլիճում ինչ որ մի հատ դատավոր աղաքարյան կա, ասել է նրանք կոռումպացված։ Ինձ էլ չեն թողում թույլ տալիս ներգրավելու, որովհետև ես այդ ժամանակ եղել եմ դատարանում եւ եղել եմ իբրև թե վկա։ Պատկերացրեք, ես խուժան խուլիգանների մի հատ արարքներն ու վարկագիծը։ Ես չգիտեմ, այս դատավորը ով է այստեղ այսօրվա այստեղի հերթապա դատավորը, որը պատվերի ներքո պետք է կալանքի որոշում կայացնի, ում նկատմամբ մի կնոջ, ով հետաքննող լրագրող է, ում տունը 2 անգամ հարձակում են գործել եւ 2 անգամ բռնության գործադրումով տարել են, փորձել են 1 անգամ տեղափոխել բաժին, երկրորդ անգամ արդեն առևանգել եւ տարել են ոստիկանության բաժանմունք եւ հիմա էլ բերել են այստեղ կալանավորման որոշում կայացնելու։ Սա խայտարակություն է, դուք պատկերացրեք, կնոջ են հիմա արդեն խոշտանգում ոստիկանության բաժանմունքներում։ Մի տիկնոջ, ով բացահայտել է հազարավոր կոռուպցիոն գործարքներ, ում կողմից այս խուժան ԿՊ-ական, այս քեմալակա բոլշևիկյան կառավարության կողմից։ Այս խուժանների կողմից կոռուպցիա է բացահայտել, բերել են կալանավորելու, որովհետև բացահայտումներ է կատարել։ Ներեցեք, այս դատարանի դուռը կբացեք, մենք այստեղ մրսում ենք կանգնած։ Կարող եք բացել դատարանի դուռը։ Այդ կեղտոտ, պատկերացրեք, ամբողջ բանձի ոստիկանությունը մի հատ խուժան գործով Տիկո Սահակյանի WhatsApp-ի հաղորդագրության հիման վրա գործ էին հարուցել Լիլիթ Աղեկյանի դեմ, մի քրական գործ, որ խայտարակություն է ուղակի, դասագրքերում կարելի է գրել որպես խայտարակություն, Աննա Վարդապետյանի հերթական խայտարակությունը, հիմա էլ բերել են այս մի հատ ուրիշ խուժան գործ են կարել, բերել են կալանավորելու որոշում կայացնեն։ Այս խայտարակությունները, Աննա Վարդապետյան, այս ինչ խայտարակություն ես դու, այ չգիտեմ ինչ ասեմ, դու այդ խայտարակության գերագույն մարմնացումն ես, քո վարքագծով ու քո դատախազներով, այս խայտարակություններով։ Պատկերացրեք, մարդու խոշտանգի են, տանեն պահեն ոստիկանության բաժանմունքում, մարդու գոռոցը լսես ականջների մեջ լինի, կնոջը խոշտանգեն, խոշտանգած վիճակով տանեն հիվանդանոց, հիվանդանոցից մի 2 հատ բժիշկ ասի, որ մենք սա ենք արձանագրել, սա ենք արձանագրել, պետք է MRT անել, բայց MRT չանեն, բերեն կալանքի որոշում կայացնելու դատարան, այս խայտարակությունները ուղղակի։ Հետաքրքիր է, որ պտտվենք այնտեղ պատուհանը կերև է, այս դատարանի, գոնե այնտեղ որ դահլիճում են տարել լույսերը վար։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքն է։ Լույսը չի վառում, որ տեսնենք, որ դահլիճում են։ Հեսա երևի այս դահլիճում են։ Չէ, այստեղ լույս չի վառում։ Սա դաժան իրականություն է, այսը Գյումրին է։ Խայտարակություն է, Գյումրիի բեսպրիդելը, որ ամբողջ Գյումրին նարկոտիկների մեջ թաղված է։ Նարկոտիկ վաճառողներին, նարկոտիկների վրա նստացնողներին փոխանակ բռնեն, հետաքննող լրագրող կոռուպցիա բացահայտող Լիլիթ Աղեկյան են բռնել։ Էս էլ են, նայեք, ում պատկերն է, Լևոն Բարսեղյանի, հա։ Այս կարիդորա է։ Կարիդոր է, բայց դու այս ասլիզաներով։
Չէ, էլի երկրորդ հարկը քաղաքացիականներ, հիմնական մեզ քրականները այս առաջի հարկում են։ Երբեմնի իբրև իրավապաշտպան, իբրև եվրոպական արժեքներ կրող։ Ուր են, ոչ մի իրավապաշտպան գոյություն չունի։ Մարդուն տանում են ոստիկանությունում ծեծում, ջարդում են, խոշտանգում են, հետո է բերում են, որ կալանքի որոշում տան։ Տենանք այդ դատավորը ով ա լինելու, որ ինչ որոշում ա կայացնելու։ Հեն այն կեղտոտ քնիչն ա, տեսեք։ Այ հեսա նստած այն անկյունում։ Գործ կարողն է։ Հանրահայտ գործկարող քննիչներից է, ով իբրև թե ինձ ճանաչել է որպես վկա եւ չի ներգրավել որպես փաստաբան։ Սեք սպասում են, բերեցին դատարան, ուրեմն խոշտանգված Լիլիթ Աղեկյանին հիվանդանոցից տեղափոխել են դատարան, որպեսզի կալանքի որոշում կայացվի։ Էս այդ քննիչը։ Անունը Միքայել Ավետիսյան, իդեպ քննիչը հատուկ մասնագիտացված է խոսքի ազատության նկատմամբ ապօրինի միջամտության այդ գործերով եւ հոյակապ գործիք է այս քեմալաբոլշևիկյան իշխանության ձեռքին։ Տեսեք, մտավ երևի արդեն դահլիճ չի երևում։ Սա էլ դատարան է կոչվում։ Դուռը փակ է։ Ինչ իրավունքով եք դուռը փակ պահում, երբ դուք ստեղ նիստ եք անցկացնում։ Քեմալական դատարան է, né? Խայտառակություն։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից է, որևիցե մեկը չեկավ, որ արձանագրի ինչ է կատարվել։ Մարդու իրավունքների սուպեր պաշտպանը, խայտառակության ընկերուհի, խայտառակության կանտորաներ ուղակի, խայտառակություններ։ Սրանց բոլորի տեղը բանտախուցն է, տանես սենց խմբով լցնես, խսիրով լցնես այդ բանտախցերը, թթեն ընդեղ, խայտառակությունները։ Ժամը 2-ն է, Գյումրի, ցուրտ, խայտառակություն հեսա ձեզ ցույց տամ ես։ Հրապարակը։ Չիչոյան, սպասի դու ես գալու, մի օր քեզ եմ բերելու գիշերով այստեղ, բայց քո հետևից որևիցե մեկը չի գալու։ Տղատ էլ արդեն դատավոր չի լինի, չգիտեմ որտեղ կլինի, քո հետևից չի գալու։ Նույնիսկ հիմա ինձ պարզ չէ քրական գործի մանրամասները, ինչ որ
ես տեղեկացվեցի, բավականին կծկտուր տվյալներ են, պարզվում է 2 հոգի, ինչ որ էս Աղաքարյան դատավորկա, սա 1 ամիս առաջ իբրև թե իրեն կոռումպացված ասելու համար վիրավորվել է եւ գնացել է հաղորդում է ներկայացրել։ Եվ մի հատ էլ կոռումպացված տիկին, ով իրոք մեղադրվել է ինչի մեջ, գումարների յուրացման, դպրոցի տնօրեն լինելու ժամանակահատվածում, խոշոր չափերի յուրացում եւ պաշտոնեական կեղծիք։ Այս երկուսով գնացել են հաղորդում են ներկայացրել Լիլիթ Աղեկյանի դեմ, իբրև թե նրան խուլիգանություն է արել, ասել է կոռումպացված են իրենք։ Մի ամիս առաջ տեղի ունեցած իբրև թե դեպքի համար, այսօր, այսինքն արդեն երկրորդ օրն է, ամսի 8-ին մայիսի, գնում են Լիլիթ Աղեկյանի տուն եւ հետո ոստիկանության բաժանմունքից այնքան վատ է լինում Լիլիթ Աղեկյանը, որ տեղափոխում են հիվանդանոցից է բերում են այստեղ դատարան, կալանքի որոշում կայացնելու։ Մուտք է գրած, մուտքն է փակ, պոլիցիայի է սա, գլխարկն է, պոլիցիայիններն է ստեղ են։ Տեսեք, ոնց է գլուխները կախել են, մտել են հեռախոսների մեջ, պոլիցիայինները։ Կամ թուրքական ժանդարմ են, կամ էլ ֆաշիստական պոլիցիայիններ։ Տեսեք, իրենց գլխարկները, կամ պոլիս, պոլիցայները, ֆաշիստական, մարդուն խոշտանգ են բերեն կալանքի որոշում կայացնելու։ Եվ այս մարդիկ վաղ մյուսօր կխոսեն հայրենիքից, հայրենասիրությունից, կանանց պաշտելուց, մարդկությունից, բայց պարզվում է թուրք են, էլի, իսկական թուրք։ Ինչ անհրաժեշտություն կար, օրինակ Լիլիթ Աղեկյանին ձերբակալելու։ Երբ 1 ամիս առաջ ասել էր Աղաքարյանին իբրև թե կոռումպացված եւ մի հատ էլ Արմինե Սուքիասյանի, ով մեղադրվել է պաշտոնական կեղծիքի եւ խոշոր չափերով յուրացումների մեջ, նրան ասել կոռումպացված։ Դրա վերաբերյալ կա աուդիտի տվյալներ, գնումների մասին օրենքի խախտում, չգիտեմ ինչ չարաշահումներ, ես ում ինչի տեղ դնելով մի աշխարհագրության ուսուցիչը գնացել ֆիզկուլտ է պարապել, ֆիզկուլտի ուսուցիչը գնացել է մաթեմատիկա է պարապել, մի խառնաշփոթ, չգիտեմ ինչ էր, քանի տեսակի զեկույցներ եւ եզրակացություններ, բայց բարձում են կոռումպացված չեն, վիրավորվել են եւ քրեորեն պատժելի արարքի կատարել իբրև թե Լիլիթ Աղեկյանը։ Եվ հիմա պետքա ձերբակալեն։ Այն մի խուժան ազգային ժողով կա փոխանակ այդ խուժաններին ձերբակալեն, երեք տեսակ ինչ էր կատարում 3 առաջ օրը այդ խուժան ազգային ժողովում գլխավոր խուժանի մասնակցությամբ նրանց ձերբակալեն, Լիլիթ Աղեկյանն են ձերբակալել։ Կոռուպցիայի խրախուսման հանձնաժողով, կոռուպցիայի խրախուսման կոմիտե, բոլորը գործի են անցել։ Խեղճ Գյումրի, ինչ ասես չտեսավ։
Տեսեք ինչքան երկար է տևում կալանքի որոշում կայացնելը։ Իսկ խայտառակություն է, էլի։ Ուղղակի խայտառակություն։ Այս ոստիկանները մտել են այս խցի մեջ, այս շերտավարակույրով է փակվել են, որ հանկարծ իրենց չտեսնեն։ Սա խայտառակությունները։ Գնան դեղ դնողներին բռնեն, նարկոտիկները բռնեն, եկել ստե են վերընգե։ Ամբողջ Գյումրին նարկոտիկի մեջ թաղված է։ Խուլիգանները։ Եկել են ստե կոֆե են խմում, որի իրավունքը չունեն։ Հեսա նայեք։ Սենց կոֆեները։ Տեսեք։ Մեկն է հեռախոսի մեջ է մտել։ Եվ ես էֆիրն է նայում։ Այս ամբողջ ոստիկանական մեքենան օգտագործում են ում Լիլիթ Աղեկյանի։ Լավ, հիմա մի փոքր անջատեմ, որ հեռախոսի մեջ լիցքավորում մնա, սպասենք, տեսնենք ինչ է լինում, էլի եթեր կդուրս գամ։ Այժմ դատարանի մոտից ես եկա ոստիկանության այս մուշի բաժին, որտեղ պահվում է Լիլիթ Աղեկյանը, լուսադեմից նորից տեղափոխեցին այս բաժանում, քաղաքը նոր է արթնանում, Գյումրին, սա է այդ փողոցը, որի վրա գտնվում է այս բաժինը, Եվ Լիլիթ Աղեկյանի մայրիկի հետ, ով 77 տարեկան է, մենք իհարկե գիշերեցինք տարբեր վայրերում, եղանք դատարանի մոտ, հիվանդանոցում, այս բաժանմունքում, էլի հետ եկանք, էլի գնացինք, էլի եկանք, հետո գնացինք տուն 77-ամյա ուսուցչուհու հետ, Լիլիթ Աղեկյանի մայրիկի հետ, ում հետ նա ապրում է, նրանց հաշվարկը այս Չիչոյանների, այս, չգիտեմ, դահիճների, կարելի է այդպես էլ ասել, նա է եղել, որպեսզի Լիլիթ Աղեկյանը հետ կանգնի իր բացահայտումներից եւ քանի որ տարեց մայր ունի եւ ինքը միայնակ տարեց մոր հետ է ապրում, հետեւաբար իր կալանքը արդեն խոչընդոտ կլինի մայրիկի մենակ մնալու հետ կապված, այդ իսկ պատճառով էլ այս օպերացիան իրականացրել են, այս խայտառակ օպերացիան, կարելի ասել, որովհետև որևիցե իրավական հիմքեր, օրինական հիմքեր, իրավաչափ հիմքեր գոյություն չունեին, որպեսզի Լիլիթ Աղեկյանին ձերբակալեին, այդ քննիչ կոչեցյալն են, որոշում է կայացրել, որ Լիլիթ Աղեկյանին ձերբակալում է, քանի որ ցանկանում է տանել դատարան կալանքի որոշում քննարկելու համար, բայց փաստացի կալանքի որոշման համար դատարան չի տարել, սկզբից տարել է քննչական կոմիտե, քննչական կոմիտեից տեղափոխել է ժամանակավոր պահման մեկուսարան, հատուկ են հաշվարկել, որ երեկոյան ուշ ժամ լինի, որ այդտեղ խաղա, փորձի խաղալ, հետո այսօր լինի ոչ աշխատանքային օր, այս ոչ աշխատանքային օրն էլ շահարկի եւ պատկերացրեք գիշերը այդ վոյաժներից հետո, տանել բերելուց հետո քննչական կոմիտե, այս ժամանակավոր պահման մեկուսարան, ոստիկանություն, հիվանդանոց, դատարան, հետո ոստիկանություն,
այս ամբողջ շրջապտույտից հետո այսօր ինչ որ ժամը 12-ին դատական նիստ է նշանակված, որտեղ պետք է քննարկվի Լիլիթ Աղեկյանի կալանքի հարցը։ Լիլիթ Աղեկյանին մեղադրում են ըստ բանավոր ինձ փոխանցված տեղեկությունների խուլիգանության մեջ, պատկերացնում եք, լրագրող, պարկեշտ ընտանիքից, բժիշկ, ուսուցիչ, պատկառելի անձնավորություն, ով բացահայտումներ է անում, բացահայտումներ, որոնք պարտավոր են կատարել իրավապահ մարմինները, մանկահասակ երեխայի բռնաբարությունից, այդ չարաշահումներ պետական գնումների ոլորտում, այդ թվում նաև հմրամիջոցների հետ կապված բացահայտումները Չիչոյանը շատ են նեղացրել եւ Չիչոյանը հիմա չգիտի ինչ անի, այս մեթոդն է կիրառում։ Բայց ասեմ դες այս մեթոդը շատ ճղճին մեթոդ է, թուրքական մեթոդ է, թուրքական է գարշահոտը փչում է այս մարդկանցից, սրանք չգիտեմ ինչ ասեմ, ոնց են մտածում, ինչով են մտածում, բայց ակնհայտ է, որ նաև իրենց վերջի մասին է սա խոսում, որովհետև այս տեսակի ապօրինություններ, վայրագություններ, որ գիշերով գալիս են մարդկանց տանում են, տարեց ծնողի ներկայությամբ, այսպիսի դահիճությամբ տանում, բերում են եւ չգիտեն ինչ անեն, որովհետև նույն կալանքի որոշումն էլ դեռ շատ հարցական է, դատարանը այդպիսի համարձակություն կունենա, այսինքն հիմար մեղադրանքներով, անհիմն մեղադրանքներով, անհիմն հիմնավորումներով կալանքի որոշում կայացնի, հասկանում են իրենք օգտագործեցին այս գիշերվա ժամերը, որպեսզի նեղեն, նեղություն տան, ցավ պատճառեն Լիլիթ Աղեկյանին եւ նրա 77-ամյա մորը։ Սա է եղել այս գիշերվա էությունը եւ իրենց էությունը, բայց այդ Չիչոյանը չի իմանում, որ ինքն է հայտնվելու այսպիսի վայրերում, իսկ իր հետևից հաստատ ոչ մեկ չի գալու։ Ես չգիտեմ ինքը տարեց մայր ունի թե չունի, ընդհանրապես ով ունի իր հետևից եկող, ես գիտեմ մի տղա ունի, որդի ունի, որը դատավոր է, նրան էլ հավանաբար կտանեն միտեղ կփագեն եւ իր հետևից ընդհանրապես որևիցե մեկը չի գա։ Ես արդեն ասել եմ բազմիցս այս վերջին օրերի ընթացքում, որ Սրբուհի Գալյանը համապատասխան խցերը պատրաստի, որովհետև լայնածավալ, լայնամասշտաբ մեկուսացումներ պետք է տեղի ունենան օրենքով, կարգով, այսինքն դատարանի արդար վճիռներով, այդ կեղտը պետք է տեղափոխվի մեկուսարան եւ դա անելու ենք, պետք է մաքրենք այդ կեղտից, որը մարդ կոչեցյալ կեղտն է, որը ունի թուրքական բնույթ, այդ կեղտը պետք է տեղափոխվի պարտադիր քրեակատարողական հիմնարկներ։ Քաղաքում ինչ որ միջոցառում է սպասվում, հավանաբար տոնական, ամսի 9-ի հետ կապված, բայց այնպես չէ, փողոցը տեսնում եք ինչ վիճակում է։ Սա է, հիմա տեսնենք Լիլիթ Աղեկյանին երբեն այստեղից տեղափոխելու, մենք այստեղ սպասում ենք։ Ես եւ Լիլիթ Աղեկյանի 77-ամյա մայրիկը։ Տեսեք, այստեղ նստած է, մայրը սպասում է։ Էս է սրանց պատկերը։ Իրանց հետևից որևիցե մայր չի գնալու, որովհետև իրանց մայրերն է իրանց նման են։ Ուր պետք է գնան, իրանց նման դաստիարակել են, ստորսրիկա տականքների են դաստիարակել։ Ով պետք է գնա իրանց հետևից։ Առայժմ այսքան։